Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո Միացյալ Նահանգները եւ Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել էր ինտենսիվ, նշելով, որ դրանց հաջողությունը կախված է հակառակ կողմի լրջությունից եւ բարի կամքից, սակայն Սպիտակ տան ղեկավարը իր տարերքի մեջ է կրկին։ Ինձ չի հետաքրքրում, թե երբ Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ինձ համար միևնույնն է, նրանք կվերադառնան, թե ոչ։ Եթե նրանք չվերադառնան, ինձ համար ընդունելի կլինի։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի գլխավորած բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել է, որ առաջ է մղում միջուկային զենքի ստեղծումը։ Նրանք դեռ ցանկանում են դա, եւ նրանք դա հստակեցրել են։ Ես էլ հստակ ասում եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Թրամփը արդեն հայտարարել է նաեւ, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կսկսեն շրջափակել Հորմուզի նեղուցով նավարկել փորձող իրանական նավերը։ Միացյալ Նահանգները նաև կարգելի միջազգային ջրերում գտնվող յուրաքանչյուր նավի մուտքը, որը դուրք է վճարել Իրանին կարևորագույն ջրային ուղով անցնելու համար։ ԱՄՆ նախագահը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է գործելու շրջափակումը, միայն սպառնացել է, որ ցանկացած իրանցի, որը կրակ կբացի ամերիկյան կամ այլ նավերի վրա, ուղարկվի դժոխք։ Միաժամանակ Իրանի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին Թրամփի հայտարարությունները որակել է ծիծաղելի եւ աբսուրդային, հավելելով, որ Իրանի ռազմածովային ուժերը հետևում եւ վերահսկում են տարածաշրջանում ագրեսիվ ամերիկյան զինվորականների բոլոր գործողությունները։ Իրանի զինված ուժերը զգուշացնում են, Թեհրանը կիրականացնի մշտական մեխանիզմ Հորմուզի նեղուցը վերահսկելու համար Միացյալ Նահանգների կողմից այն շրջափակելու սպառնալիքներից հետո։ Իրանական զինված ուժերը Վաշինգտոնի հայտարարությունը անօրինական է որակել, հավելելով, որ այն կհամարվի ծովահենություն, իսկ բանակցությունները տապալելու պատճառների մասին խոսել է Իրանի արտգործնախարարը։ Վերջին 47 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարի կամքով է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ պատերազմը դադարեցնելու համար, սակայն երբ մի քանի քայլեր պետք որպեսզի հասնենք Իսլամաբադի համաձայնագրին, մենք բախվեցինք առավելամոլությանը, նպատակների անընդհատ փոփոխությանը եւ շրջափակման սպառնալիքին։ Ինչպես երևում է, դասեր չեն քաղվում։ Բարի մտադրությունները բարի կամք են ստեղծում, թշնամությունը թշնամություն է սերմանում։ Կրեմլը քննադատել է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ կարգելափակի Հորմուզի նեղուցը, նշելով, որ դա կվնասի համաշխարհային շուկաներին։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ այսօրվանից կսահմանափակեն նավերի շարժը Իրանի նավահանգիստներ, ինչի հետևանքով օրական մոտ 2 միլիոն բարել իրանական նավթ չի հասնի համաշխարհային շուկաներ, հետագայում խստացնելով համաշխարհային մատակարարումները։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջարկի բազմաթիվ կողմեր դեռևս անհասկանալի են։ Իրանը պատրաստ է ամեն ինչի, եթե իրեն այլ տարբերակ չմնա եւ ինքնապաշտպանության համար միջուկային զենք կստեղծի, հայտարարել է իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։ Իրանի զինված ուժերը քաջ գիտակցում են, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Իրանցի զինվորականները կոչ են արել բանակցողներին վստահորեն առաջ տանել երկրի շահերը, վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են շարունակել պատերազմը, ընդգծում է փորձագետը։ Ըստ Հոսեյնիի, Միացյալ Նահանգները ցանկանում էր բանակցություններում հասնել նրան, ինչը չկարողացավ անել պատերազմի միջոցով։ Ընդ որում Թեհրանի բանակցային դիրքերն ամուր են, ուստի նա հրաժարվել է Միացյալ Նահանգների պայմաններից, գիտակցելով, որ միակողմանի բանակցություններ չեն կարող լինել։ ԱՄՆ-ն մինչ օրս փորձում է Իրանի հետ խոսել թելադրող կողմի դիրքերից։ Նրանք պետք է գիտակցեն, որ կարող է աշխատել միայն փոխզիջումային տարբերակը, այլապես պատերազմից դուրս գալը ավելի ու ավելի դժվար կլինի։ ԱՄՆ-ն կարող է փորձել ցամաքային գործողություն իրականացնել Իրանի դեմ, փորձելով գրավել կղզիները կամ երկրի ափամերձ տարածքները, որպեսզի ճնշում գործադրի եւ հասնի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը, սակայն այդ զորքերը երկար ժամանակ այնտեղ չեն կարողանա մնալ, քանի որ կգտնվեն Իրանի անմիջական հարձակում ներքո, այն պայմաններում, երբ Թրամփը խոսում է մեկ գիշերվա ընթացքում մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու պատրաստականության մասին, Իրանը կարող է մտածել միջուկային զենք ստեղծելու մասին, որպեսզի հետ պահի թշնամիներին նման գաղափարներ իրականացնելու մտքից։ Իրանին կարող են ստիպել նման քայլի գնալ։
Խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը անդրադարձել է Ադրբեջանում անցկացված երկկողմ քաղաքասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ 4-րդ հանդիպմանը, նշելով, որ նման շփումների շարունակականությունն ինքնին կարևոր ձեռքբերում է։ Նրա խոսքով, թեև մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ, այդ հանդիպումները նպաստում են խաղաղության նորակարգի առաջխաղացմանը եւ հասարակությունների միջև երկխոսությանը։ Քոչինյանը շեշտել է, որ նախաձեռնությունը միտված չէ անցյալը մոռանալուն, այլ նոր նարատիվներ ձևավորելուն։ Անդրադառնալով 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու մասին թեզերին, նա դրանք անվանել է անիրատեսական եւ քարոզչական։ Մեզ շատ հաճախ մեղադրում են, չգիտեմ, մոռացության, ներելու, ուրեմն, չգիտեմ, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալուն։ Ես ուզում եմ, թեպետ սրա մասին բազմիցս ենք խոսել, բայց եւս մեկ անգամ այս հարցին անդրադառնալ, խաղաղության կամուրջ նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը արկա նարատիվների, արկա պատմության, արկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի այն թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես եւ չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել չհաջողելու վերաբերյալ, որովհետեւ դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Մի բան ուղղակի հաստատ է, որ թե մեր աշխատանքը, թե մնացած ուրեմն աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության ուրեմն հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն հաջողության, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու։ Ուստի ասեմ, որ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը նշել է, որ Ադրբեջանում հանդիպումների ընթացքում ունեցել են բաց եւ անկաշկանդ քննարկումներ։ մենք խոսել ենք գերիների եւ պահվող անձանց մասին, ոչ մեկ անգամ պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը եւ եւս հերթական անգամ կարող եմ ասել, շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել եւ պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը process-ի։ Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։ Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մագյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանի ընտրություններում պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։ 16 տարի կառավարելուց հետո պրոթուրքական կոնսերվատիվ գործիչ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց ընտրություններում, գրել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Ըստ նրա, սա ուղերձ է Հայաստանի հանրությանը, որ յուրաքանչյուրի ձայնը կարող է վճռական լինել, իսկ սպասված փոփոխությունները հնարավոր են միասնական կամքով։ Ի վերջո պատմությունը գրում են ուժեղները, մարդիկ, ովքեր հրաժարվում են լռել, հանձնվել ու համակերպվել այն իրականության հետ, երբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժանքներին գտնվող հայ սպային քնած ժամանակ կասնարած դահեճին արտահանձնեցին, այնուհետև հերոսացրին, ամփոփել է Մելոյանը։ Օրբանի պարտությունը պետք է ազդանշան դառնա առաջին հերթին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության, այլ ոչ թե հանրապետականների համար, եզրահանգել է Պոլիտիկո պարբերականը։ Պարբերականի դիտարկմամբ Պետեր Մադյարի հաջողությունը համաշխարհային նոր թրենդի մաս է, ըստ որի քաղաքական աուտսայդերները զրոյից կուսակցություններ հիմնելով կամ հին համակարգերը ներսից քանդելով հերթով տապալում են տասնամյակների պատմություն ունեցող վարչակարգերը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, դիվանագիտական միջոցներով փորձելով կանխել տարածաշրջանային էսկալացիան։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ցանկացած անկայունություն ազդում է Թուրքիայի վրա, ինչի պատճառով Անկարան ձգտում է ձևավորել երկարաժամկետ ռազմավարական տեսլական, այդ թվում հարավային Կովկասում։ Ֆիդանը նաեւ նշել է, որ չիրականացված էներգետիկ նախագծերը կարող էին մեղմել տարածաշրջանային ճգնաժամերը, սակայն դրանք ձգձգվել են երկրների միջև անվստահության պատճառով։ Նրա խոսքով ժամանակն է ստեղծել տարածաշրջանային անվտանգության պակտ, որը կհաստատի երկրների միջև ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը։ Գլխավոր դատախազության դիմաց նախատեսվում է մեկ շաբաթյան նստացույց ամեն օր ժամը 11-ից մինչև 20-ը, հայտարարել է Սաիդ Ապողոսյանը, կոչանելով մայրերին միանալ Դավիթ Մինասյանին աջակցությանը։ Մասնակիցները պահանջում են անաչառ քննություն եւ թույլ տալ, որ առողջական խնդիրներ ունեցող 18-ամյա Դավիթ Մինասյանը բուժում ստանա ոչ կալանքի պայմաններում։ Հիշեցնենք, որ դատախազությունը մերժել է նրան կալանքից ազատելու դիմումը։ Մայրերը նստացույց են անցկացնում, պահանջելով նրա ազատ արձակումը։
Ես Դավիթի ընտանիքին չեմ ճանաչում, դասարանի հետ ընդհանրապես կապ չունեմ եւ երբեք չենք հանդիպել, ուղղակի չեմ կարող անցնել մի ցավի մոտով, որ կարող է բոլորիս ցավը դառնալ, որտեղ բոլորս ունենք երեխաներ, մեծ լիահույս եմ, որ կալանքը կփոխվի, որտեղ շատ հիմքեր կան, որ Դավիթը հանցակ չի գործել, Դավիթ հենց տանը ոչինչ չի հայտնաբերվել։ Ապրիլի 17-ը ներառյալ այստեղ շարունակելու ենք նստացույցը մինչև ժամը 8-ը, քանի որ մինչև այդ ժամկետն է սահմանված, ապրիլի 17-ին պետք է կայացվեր որոշում, այդ պատճառով սիմվոլիկ ապրիլի 17-ն ենք ընտրել։ Անմիջական կապի մեջ եմ փաստաբանի հետ, ով տեղեկացրեց, որ Դավիթի մոտ դեռ շարունակվում են գլխապտույտները, ուղեղի ցնցումը բավականին ծանր է, այնպես որ անգամ գլուխը Դավիթը չի կարողանում վերցնել բարձից եւ տեղաշարժվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտում չվճարող ուղևորները շաբաթական շուրջ 70-ից 80 միլիոն դրամի վնաս են պատճառում, ինչի հետևանքով հնարավոր չէ ձեռք բերել լրացուցիչ ավտոբուսներ։ Քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին աջակցել վարորդներին պահանջելով, որ չվճարողները կամ վճարեն կամ իջնեն տրանսպորտից։ Նա ընդգծել է, որ վարորդները գործում են իրենց պարտականությունների շրջանակում եւ արժանի են աջակցության։ Ես ձեզ խնդրում եմ աջակցել մեր վարորդներին, աջակցել մեր հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին, անպարտաճանաչ եւ չվճարող քաղաքացիների դեմ պայքարում, որովհետեւ վստահաբար նրանք էլ քայլ-քայլ կվերադառնան ճիշտ ճանապարհին, բայց մի բանը մենք վստահորեն չպետք է հանդուրժենք, որ չվճարող անպատասխանատու քաղաքացին հələ մի հատ էլ կներեք, բայց հորթուբորդ գա ու խոսի իր իրավունքներից։ Ինչ իրավունքներից, ինչ իրավունք ունի մարդը, ով պարզ, պրիմիտիվ, ասենք, տրանսպորտը չի վճարում, հələ մի հատ է ինքը իրան հերոսացնում է այդ գործընթացում։ Այս կանց տեղ ասում եմ, աչքերը գետնին պահելով, ամոթից գետինը մտնի, հələ մի հատ է ելույթներ են ունեն։ Հələ մի հատ այդ մարդիկ ելույթ են ունեն։ Այս երևույթը պետք է լինի պախարակելի, պետք է լինի ամոթալի եւ որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա տրանսպորտից օգտվելուց չվճարի, որովհետեւ ինքը բեռա մեր բոլորի վզին։